Քոչարյան Հայաստան դաշինքը նախորդ խորհրդարանական ընտրություններին, երբ որ արդեն անցել էր, հայտարարում էր, որ գալիս ենք խորհրդարան Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգով, որը ըստ էության չի ստացվել։ Հիմա եթե մանդատները վերցնեք, էլի նույն լոզունգով գալու խորհրդարան։ Տեսեք, մեր քաղաքական ուժի համար ոչ մի վարքյան, ոչ մի օր այդ նպատակից մենք չենք շեղվել, այդ նպատակից չենք հետ կանգնել։ Այդ նպատակը եղել է այն ժամանակ իմ համար, մեր համար անձնապես նույնիսկ 18 թվականից սկսած այդ նպատակը եղել։ Ուզում ասեմ, այդ նպատակը չի փոխվել։ Հիմա այստեղ կարելի է մեզ քննադատել, թե ինչի չհաջողվում, կարելի է ինչ-որ դիտողություններ անել։ Ես կարող եմ դրան ինչ-որ պատասխանել, օբյեկտիվ, սուբյեկտիվ, այսինքն մենք ուրիշ դաշտ ենք մտնելու, բայց նպատակի առումով կարծում եմ մեր քայլերի այսպես մղումները, ազնվությունը ոչ մեկ իրավունք չունի կասկածի տակ լինել, որովհետև մենք դրա տեղը չենք գտել։ Պարոն Քոչարյան, ձեր քննադատները այս ֆոնին, որ Հայաստան դաշինքը դուք Ռոբերտ Քոչարյանը խոսում են ընտրությունների այդ արդյունքների հետ կապված խախտումների եւ այլն, ասում են ինչ է տեղի ունեցել, կարող է քվյատուփ են գողացել, տարել, մեջը թերթիկներ են ավելացրել, կարող է հաշվելու ժամանակ այդ բաները, տրցակները վերցրել են ընդդիմադիրներից իշխանության վրա են դրել, կարող է լույսերն են հանգցրել եւ լցոնումներ են արել։ Դուք ինչ ունեք այս քննադատություններին հակադարձելու։ Տեսեք, աննախադեպ բան է, որ 7 քաղաքական ուժ դիմել է սահմանադրական դատարան ընտրությունների արդյունքները վիճակելու համար։ Թե ինչ խախտումներ են արվել, շատ մանրամասն մի քանի օր ներկայացվելու է, առաջարկում եմ դուք էլ իրենց առաջարկեք, որ հետևեն ու հասկանան։ Գիտեք, ամեն անգամ ես այսպես եմ ասում, ամեն անգամ հիշել հին սխալներ, շատ դեպքում օբյեկտիվ, որոշ դեպքերում չափազանցված կամ շատ սուբյեկտիվ, դա չի արդարացնում այսօրվա սխալները։ Եթե 96-ի ընտրությունների, 98-ի կամ 2008-ի ընտրություններում կամ չգիտեմ 13-ի ընտրություններում եղել են խնդիրներ, լավ, ինչ ասենք 96, 98, չգիտեմ, այդ ժամանակ եղել է, ուրեմն հիմա դրանով արդարացնում ենք սա։ Որն է տրամբան։ Բայց ձեր հայրը այդպես էլ չընդունեց, դուք տան ինչ-որ ֆորմատով խոսում եք, նա այդպես էլ չընդունեց սխալ, որ եղել էր իր իշխանության օրոք։ Չընդունել է, գիտեք, շատ ուրիշ մակարդակի մեջ են մարդիկ սպասում, դեք պատասխանատու մարդը ինչ-որ բան ընդունելուց, ոչ թե չի ընդունել, ավելի պատճառներն են բացատրում։ Եթե գիտեք, մենք շատ ժամանակ այսօր 2026 թվի 2026 թվի տեսանկյունից այսօրվա պրիզմայով նայել հետ գնալ 20 տարի առաջ, կարծում եմ այդքան արդար չի։ Ժամանակն է ուրիշ, մարդիկ են ուրիշ, տարբեր են զարգացվածության աստիճանը, ինստիտուտների կայացվածության աստիճանը։ Դրա համար այդքան էլ ճիշտ չի այսօրվա ընկալումով փորձել վերլուծել 30 տարի կամ 20 տարի առաջվա դեպքերը։ Կներեք, բայց եթե գնահատական տրվի այդ 30 տարի առաջ տեղի ունեցածին, գուցե այդ մարդիկ իրավունք չունենան ընտրությունների մասնակցել։ Չէ, չեմ կարծում, որ դա այդպես է։ Մենք գիտենք, որ ընտրությունները շատ ժամանակ ունեցել են խնդիրներ, տարբեր լծում եղել է պարոն Քոչարյանի իշխանության օրոք։ Չգիտեմ, ես ինքս շատ եմ լսել, որ ես որ ասեմ նման փաստ ունեմ, որ եղել է, չի լինի, բայց ես հասկանում եմ, որ լուրջ խնդիրներ եղել են։ Եվ սա ընդունելը չի նշանակում ասել, ուրեմն դրանով արդարացնել այսօրվա ԿՊ արած ապօրինությունները։ Դուք երբևէ հիշում եք, օրինակ, այսքան մարդ խոսքի համար լինի բանտարկված կամ քրեական հետապնդման ենթարկել, չեմ ասում։ Ուղղակի խոսքի համար, Facebook-ի ստատուսի համար։ Հիմա դա համատարած է։ 3-4 թվականի նախագահականի դեպքը մարդիկ երբ ազատ խոսք էին արտահայտում, հիշում եք ինչ եղավ։ Մարդու խոսքի համար, հոդված գրելու համար, այն ժամանակ ասենք Facebook չկար, թեկուզ 9-10 թվերից հետո կար։ Մարդիկ արդյոք բանտարկում են խոսքի համար։ Ես չեմ կարծում, որ այս առումով համեմատելի է։ Հետո լավ, մենք ինչ ենք ասում, ասում ենք 2003 թվին ինչ որ բան ա եղել, ուրեմն հիմա նորմալ է։ Ազատ խոսք արտահայտելու համար Երևանի կենտրոնում 2000 խոսքի համար։ Այո, իրենց դիրքորոշումը հայտնելու համար դուրս են եկել ակցիայի եւ մարդի մեկից են խոսում։ Այո։ Այսինքն դու դավորակում ես ազատ խոսքի համար մարդիկ զբաղվել են։ Իրենք ազատ խոսքի համար դուրս չէին եկել։ Չէ, ազատ խոսքի համար չէ, իրենք համաձայն չէին ընտրությունների հետ։ Երկրորդը, օրինակ ասեք ինձ, կապիտանը առաջին, որ մահացավ, ազատ խոսքի համար է ինքը մահացել։ 190-ից ավել ոստիկան վիրավորում է ստացել ու նույն ժամանակ քաղաքացիական վիրավորումները եղել են 30 քանիս հետ, չեմ սխալվում։ Ինչի համար է եղել ազատ խոսքի։ Այդ մարդը ոստիկան, որ մահացել է, ինչի համար է մահացել։ Երբ որ կադրերը կան, որ նաև ցուցարարների կողմից հրազենային զենքով կրակում են դեպի ոստիկանները, ազատ խոսքի համար են կրակում։ Այդ 10 հոգի
այսինքն կրակել են ժամանակ այդ 10 հոգին կրակել են պարոն Քոչարյան։ եղել է ողբերգություն, ես ոչ մի դեպքում չեմ կարող արդարացնել որևէ մա հատկապես այդ հանգամանքներով։ Իմ խոսքը խնդրում եմ մի խեղաթյուրեք։ Եղել է շատ վատ, եղել է եւ մինչև մինչև այդ 10 հոգին կրակում էին, որ սպանվեցին։ Ես էլ ասում եմ, այդ ոստիկանը առաջին մահացող։ Ինչի համար է մահացել։ Ո՞վ է այդ նռնակը գցել այդ ոստիկանի վրա։ Դա դուք գիտեք, ես չգիտեմ ինչ է այսօր։ Ու նաև մնացածները չգիտեմ։ Գիտեմ, որ մի քանի մահ եղել են բանի սխալ օգտագործումից կարծեմ, Չերեմուխայի եւ մնացած երկրի։ Այսինքն միանշանակ դիտավորության մասն էստեղ խոսք չկա։ Դրա համար հենց մեր պահանջն է եղել միշտ, որ բացահայտեք դեպքերը, բացահայտեք սպանությունները, որովհետեւ եթե դրանք չեն բացահայտվում, միշտ տեղիք են տալիս տարբեր ենթադրությունների, տարբեր մտածմունքների։ Բայց հանուն արդարության պետք է նաև իրավիճակը ճիշտ նկարագրել, որովհետև շատ ժամանակ մարդիկ խոսում են չիմանալով այն կարևոր նրբությունները, որոնք եղել են այդ օրերին։ Դե դուք կնեք զոհերի հարազատների հետ երբևէ հանդիպել եք։ Իմիջիայլից հետաքրքիր բան եք ասում, երբ որ 2018-ին հորս հետ կապված այս ապօրինի գործընթացը սկսվեց այդ մասով, ես հիշում եմ Ավանի դատարանում էի, Մասիվի դատարանում ինչ որ լրագրող մոտեցավ ձեր գործընկերներից երևս, պատրաստ եք հանդիպել, չէ՞, ասի, այո, շատ կուզեմ հանդիպել, հետո մյուս կողմից մերժում եղավ, այսինքն ես իմ պատրաստակամությունը որտեվ այդ ժամանակ այդ հարցը ինձ ուղղվել, ես այսինքն պատկերացնում եք, որ 2008-ին ես պետք է գնայի հանդիպեին, այդպես թվում է, այսպես անցնենք ուրիշ հարցեք, որտեվ իմ հանդիպելուն չէ, Նարեկ ջան, իմ հանդիպել։ Հետո գիտեք շատ դժվար է մի մարդու հետ հանդիպել, ով այն գլխից արդեն որոշել է, որ դու մեղավոր ես։ Իսկ գիտեք, չէ՞ մի անգամից այդ ինչ որ այդ դուք մեղավոր եք։ Այսինքն նույնիսկ հնարավորություն չի տրվում ինչ որ բան խոսելու, հակառակ կարծիք արտահայտելու մի անգամից։ Ու դրա այս շատ ջատագովներից մեկն էլ այսօր քննող դատավորներից մեկն է։ Այս գիծը տանող։ Այսինքն այնտեղ արդեն մեղավորները իրանք համար նշանակել էին, պատիժը որոշել էին ու մինչև հիմա էլ մեծ հաշվով նույն տրամաբանությամբ շարունակում են։ Իսկ այստեղ շատ դժվար է այդ ձեւը, որ արդեն մարդ քեզ այդպեսին է անցալում, նստել ինչ որ, բայց ամեն դեպքում ես իմ մասով այդ բուրըն ժամանակ այդ պատասխանատվությունը հայտնել եմ ստացել եմ։ Եվ պարոն Քոչարյան, եթե օրինակ որոշի որ մանդատները վերցնելու դուք պարոն Քոչարյանը կվերցնեք ձեր մանդատը։ Երբ որ կլինի այդ որոշումը մնացածները։